Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ ԵԱԿ խորհրդանական վեաժողովի 23-րդ աշնանային նստաշրջանի շրջանակում Ստամբուլում կայացել է երկկողմ հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդանական պատվիրակությունների միջև։ Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև վստահության ամրապնդման միջոցառումներին։ Երևանում է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, որին ընդունել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի հարցեր, մտքեր փոխանակել տարածաշրջանային հարցերի վերաբերյալ։ Իսկ Սուրեն Պապիկյանը Արաբական Միացյալ Էմիրություններում է, որտեղ հանդիպել է այդ երկրի փոխվարչապետ Պաշտպանության նախարարի հետ։ Քննարկվել են Հայաստան-Էմիրություններ պաշտպանական գործակցության հնարավորություններին առնչվող հարցեր։ Այսօր կայացել է Երևանի ավականու հերթական նիստը, օրակարգում ընդգրկված էր 13 հարց, որոնցից մեկը Երևանի երթևեկության կառավարման կենտրոն համայնքային հիմնարկ ստեղծելու մասին էր։ Նախորդային խուզարկություններ էին իրականացվել հաղթանակ դաշինքի անդամների տներում։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ ընտրակաշառք ստանալու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի արդիվ նախաձեռնված քրեական վարույթներով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նախորդային աշխատանքային այցով Լոռու մարզում էր, որտեղ կայացել է նրա հանդիպումը մարզպետ Արեն Մկրտչյանի հետ։ Հանդիպանը քննարկվել են մարզում առկա մարդու իրավունքների պաշտպանության առնչվող խնդիրները և սոցիալ-տնտեսական բնույթի հիմնահարցերը։ 2008 թվականի մարտի 1-ի գործով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Ազգային ժողովում կայացել է մարտի 1-ի գործի քննությունը նախորդող ժամանակահատվածում, մարտի 1-ի գործի վերաիմաստավորումը, Ֆարմանյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճռի լույսի ներքո թեմայով հանրային քննարկումը։ ԵԱԿ խորհրդանական վեաժողովի 23-րդ աշնանային նստաշրջանի շրջանակում Ստամբուլում կայացել է երկկողմ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի խորհրդանական պատվիրակությունների միջև։ Հանդիպմանը կողմերն ընդգծել են Վաշինգտոնի գագաթնաժողովի դրական դերը և կարծիքներ փոխանակել ձեռք բերված պայմանավորվածությունների Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդման ուղղված հաջորդ քայլերի, նաև գործընթացին երկու երկրներում խորհրդանական աջակցության կարևորության վերաբերյալ։ Անդրադարձը կատարվել երկու երկրների միջև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման գործում խորհրդարանների դերին։ Երևանում է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, որին ընդունել է փոխվարչապետ Մել Գրիգորյանը։ Հանդիպանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, անդրադարձել հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին, երկուստ եք ընդգծել սահմանազատման գործընթացի շարունակականության կարևորությունը։ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Գրոնոյին ընդունել է նաև արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի հարցեր, մտքեր փոխանակել տարածաշրջանային հարցերի վերաբերյալ։ Ընդգծվել է ԵՄ-ի համաշխարհային դարպաս և Հայաստանի խաղաղության խաչմերուկ ծրագրերի համադրելիությունը, անդրադարձ կատարվել դրանց կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Հանդիպանը մտքեր են փոխանակվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների արդյունքում ստեղծված հնարավորությունների լավագույնս իրացման վերաբերյալ։ Իսկ Սուրեն Պապիկյանը Արաբական Միացյալ Էմիրություններում է, որտեղ հանդիպել է այդ երկրի փոխվարչապետ պաշտպանության նախարար Դուբայի թագաժառանգ շեյխ Նուրի մեծություն Համդան բին Մուհամմադ բին Ռաշիդ Ալ Մակթումի հետ։ Հանդիպանը մասնակցել է նաև Էմիրություններում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը։ Քննարկվել են Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտպանական գործակցության հնարավորություններին առնչվող հարցեր։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնելու երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում երկկողմ գործակցությունը և այդ նպատակով ստորագրել պաշտպանության բնագավառում Հայաստանի և Էմիրությունների միջև գործակցության մասին համաձայնագիր։ Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության առնչվող հարցեր։ Ավելի ուշ Պապիկյանը մասնակցել է Dubai Air Show 2025 միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, ներկա եղել օդային ցուցադրություններին, այնուհետև նախարարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ցուցանմուշներին։ Այսօր կայացել է Երևանի ավականու հերթական նիստը, օրակարգում ընդգրկված էր 13 հարց, որոնցից մեկը Երևանի երթևեկության կառավարման կենտրոն համայնքային հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին էր։ Այն ներկայացրել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, նշելով, որ այս հարցի քննարկումն անհրաժեշտ է մայրաքաղաքում երթևեկության կազմակերպման վերաբերյալ առկա մարտահրավերներն ու խնդիրները պատշաճ հասցեագրելու համար։ Երևանի ավականու հերթական նիստը մեկնարկեց Երևանի երթևեկության կառավարման կենտրոն համայնքային հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին հարցի քննարկմամբ։
Այն ներկայացրեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, նշելով, որ այս հարցի անհրաժեշտությունը պայմանավորված է մայրաքաղաքում երթևեկության կազմակերպման վերաբերյալ առկա մարտահրավերներն ու խնդիրները պատշաճ հասցեագրելու համար։ 2026 թվականի համար մենք նախանշել ենք երկու խոշոր ծրագիր, հիմնական դրանցից առաջինը հանրային տրանսպորտի, այսպես կոչված դիսպեչերիզացիայի համակարգն է, ինչպես գիտեք, հանրային տրանսպորտի ոլորտում իրականացվում են եւ շարունակում են իրականացվել համապարփակ բարեփոխումներ, որոնք արտահայտվում են թե տոմսային համակարգի ներդրմամբ, թե շարժակազմի շարունակական արդիականացման եւ նոր շարժակազմի ցիկլի ապահովման ուղղված սակագների վերանայմամբ, թե GPS համակարգով, թե տեսախցիկների տնտեսության համակարգով եւ այս ամբողջին նաեւ բնականաբար տրամաբանորեն պետք է գումարվի պատշաճ հոսքերի կազմակերպումը եւ գրաֆիկների կազմակերպումը։ Սրան հաջորդելու է ընդհանուր երթևեկության կառավարման ծրագրի իրականացումը։ Բազմիցս խոսել ենք խելացի լուսացույցերի, հոսքերի համապարփակ հաշվարկի եւ այլ միջոցառումների անհրաժեշտության մասին։ Իհարկե այսօրվա փոփոխության հիմքում նույնպես ընկած են այդպիսի հաշվարկներ, բայց բնականաբար տեխնոլոգիական լուծումներին զուգընթաց այդ հաշվարկների ճշգրտությունը բարձրացնելու եւ այլ միջոցառումների իրականացմամբ անհրաժեշտության պայմանավորված նման հիմնարկի անհրաժեշտությունը ինձ թվում է արդեն վաղուց է հասունացել։ Կարող էինք իրեն անվանել Երևանի շարժունակության կենտրոն, այսինքն շարժունակության կառավարման կենտրոն, որովհետեւ վստահաբար այս հիմնարկը նաև մեզ տալու է վերլուծություն հետիոտնային հոսքերի մասին, այսինքն մեզ մոտ եթե օրինակ անալոգիայով նայենք, թե ինչ տեսակ կենտրոնի մասին ենք խոսում, ասենք վստահաբար այլ քաղաքներում դուք պետք է տեսած լինեք այդ մոբիլիտե ասած կենտրոնները, որոնք որ վերլուծում են ոչ միայն ավտոմեքենաների, ոչ միայն հանրային տրանսպորտի, ոչ միայն հեծանիվների, այլ նաև հետիոտների հոսքերը եւ ընդհանուր առմամբ մեր առաջնահերթությունների բուրգը եթե կառուցենք, առաջին եւ ամենակարևոր տեղում գտնվում են հետիոտները, այսինքն առաջին հերթին իրենց շարժունակության ապահովման վերլուծությունը եւ առաջարկությունները պետք է իրականացնի այս կենտրոնը։ Քանի որ վերենշված գործառույթների մի մասն իրականացվում է Երևան տրանսի կողմից, ավագանու քննարկմանը կներկայացվի նաև այս ընկերության լուծարման հարցը։ Այնուհետև հարցուպատասխանի ժամանակ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարվա առաջին կիսամյակում 45 նոր տրոլեյբուսները կհասնեն Երևան։ Քաղաքապետն ընդգծեց, որ հաջորդիվ պլանավորում են ձեռք բերել 250 հատ 18 մետրանոց ավտոբուս։ Նրա խոսքով այդ ավտոբուսները պետք է ձեռք բերվեն մեկ խմբաքանակով։ Ըստ Ավինյանի, մինչև տարեվերջ ավտոբուսների ձեռքբերման հարցը կքննարկվի ներդրումային կոմիտեի նիստում։ Հաջորդիվ խոսելով Կասկադի կառուցապատման ծրագրի մասին, Ավինյանը նշեց, որ տարբեր հայ ճարտարապետների միջազգային շատ հեղինակավոր ճարտարապետական գրասենյակների նախագծեր են քննարկվել։ Նա հիշեցրեց Համալիրի վերջնահատվածի հետ կապված պատմությունը։ Սկսենք 2007 թվականից, երբ Գաֆէսճյան հիմնադրամը առաջարկել է իրականացնել Կասկադ Համալիրի վերջնահատվածի կառուցման աշխատանքները, այսինքն այն հատվածի կառուցման աշխատանքները, որոնք որ հիմա Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է, որպեսզի իրականացվեն։ 2007 թվականին տեղի ունենում ճարտարապետական միջազգային մրցույթ։ Այդ մրցույթին մասնակցում են տարատեսակ ընկերություններ, որոնց ճարտարապետական առաջարկները քննարկելուց հետո, ոնց հասկանում եմ, որևէ մեկը չի ընտրվում։ Ընտրվում է նյույորքյան ճարտարապետական մի գրասենյակի առաջարկ, որը շատ կրկին հետաքրքիր առաջարկ է լինում եւ շատ կարեւոր հանգամանք, պարոն Հարոյան։ Ջիմ Թորոսյանը ինքը անձամբ ինքը Կասկադ Համալիրի հեղինակը ընդունում է, որ այդ հատվածում կարող է իրենց նախորդ իսկ առաջարկված նախագծից տարբերվող նախագիծ իրականացվել։ Ըստ Ավինյանի դրանից հետո, սակայն միջազգային ֆինանսական տնտեսական ճգնաժամի պատճառով նախագիծը չի իրականացվում։ Հիմքերը փորվում են, սակայն աշխատանքները դադարեցվում են մինչև 2024 թվականը։ Այնուհետև ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտն իր նախաձեռնությամբ իրականացնում է Կասկադ Համալիրի վերջնահատվածի էսքիզային աշխատանքը եւ այն ներկայացնում ճարտարապետական խորհրդի քննարկմանը։ Ոչ մի հանգուցալուծման չի գալիս։ Պարոն Ասլան Մխիթարյանը նույնպես մասնակցում է այդ քննարկումներին։
ոչ մի հանգուցալուծման չեն գալիս մեր ճարտարապետական խորհուրդները ընդլայնված կազմերով եւ առաջարկ է լինում որոշակի ֆիլտրված, այսպես ասած, տրամաբանությամբ դնել քվեարկությամբ, որպեսզի մարդիկ իրենք որոշեն, թե որ ճարտարապետական առաջարկը պետք է լինի կասկադում, որովհետև մի քիչ լավ, մենք այս փակ սենյակներում հավաքվեցինք, քննարկեցինք, բայց ամեն դեպքում ինչ որ մի տրամաբանությամբ պետքա ավելի լայն մասաները ներգրաված լինեն process-ին։ Այդ առաջարկից վերջում ֆիլտրվում են այս երկու նախագծերը։ Ի վերջո ակտիվ քաղաքացի հարթակում որոշվում է, որ ֆրանսիական նախագիծն է իրականացվելու։ Ֆրանսիական նախագիծ արդեն իսկ մենք վերցնում ենք որպես հիմք էսկիզային առաջարկի եւ դնում ենք կառուցման մրցույթի եւ կառուցման մրցույթի հիմքում դնում ենք, որ կենտրոնական հատվածում են ինչ որ պետք է կառուցվի, դա հանձնվում է քաղաքին ամբողջապես եւ դրա, այսպես ասած, այդ ծախսը, որպեսզի փոխհատուցվի, տրվում է հնարավորություն հարակից տարածքում բազմաֆունկցիոնալ կոմպլեքսի կառուցման։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Նախորդային խուզարկություններ էին իրականացվել հաղթանակ դաշինքի անդամների տներում։ Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակը հայտնել էր, որ կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակում իրականացվում են ապացուցողական եւ վարույթային այլ գործողություններ։ Իսկ այսօր հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ ընտրակաշառք ստանալու տալու եւ ընտրակաշառքի միջնորդության դեպքերի արդիվ նախաձեռնված քրեական վարույթներով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ։ Նրանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ։ ՀՅԴ եւ առաջկուսակցությունների կազմած հաղթանակ դաշինքը մասնակցում Վաղարշապատի ընտրություններին քաղաքապետի թեկնածուներ Սևակ Խաչատրյանը։ Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով երկարաձգել է գործարար Սամվել Կարապետյանի կալանքը, ավելի վաղ էլ հայտնել էինք, որ գործարարի կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել։ Հիշեցնենք, Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին, գործարարի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նախորդային աշխատանքային այցով Լոռու մարզում էր, որտեղ կայացել է նրա հանդիպումը մարզպետ Արեն Մկրտչյանի հետ։ Հանդիպանը քննարկվել են մարզում առկա մարդու իրավունքների պաշտպանության առնչվող խնդիրները, սոցիալ-տնտեսական բնույթի հիմնահարցերը։ Ուսանողների միջազգային օրվա հետ կապված էլ Մանասյանը այցելել է նաև Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան ուսանողների հետ հանդիպելու եւ նրանց տոնը շնորհավորելու նպատակով։ Մեկնարկել է մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Լոռու մարզ ուսանողների միջազգային օրվա առթիվ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան ուսանողների հետ հանդիպելու եւ նրանց տոնը շնորհավորելու նպատակով։ Պաշտպանը ներկայացրել է ժամանակակից աշխարհի պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնական մարտահրավերները, առանձնացնելով իրավունքի քաղաքականացումն ու հասարակական բևեռացումը որպես լուրջ սպառնալիքներ համակարգի արդյունավետ գործունեությանը։ Անահիտ Մանասյանը շեշտել է, որ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգը ձևավորելու հարցում նշված խնդիրների հաղթահարումն ունի առանցքային նշանակություն։ Քննարկման շրջանակում պաշտպանը պատասխանել է ուսանողների հարցերին, ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանության հիմնական մեխանիզմները, նշել հանդուրժողականության, իրավահավասարության, արդարության եւ մարդու որպես սահմանադրորեն ճանաչված բարձրագույն արժեքի երաշխավորման կարեւորությունը։ Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը ուսանողներին հորդորել է կյանքի ընթացքում հանդիպող մարտահրավերները դիտարկել որպես զարգացման հնարավորություն, կրթության գործընթաց նկատել ոչ թե որպես առանձին մտքեր սերտելու, այլ արժեքներ իմաստավորելու եւ տարածելու հնարավորություն, հավատարիմ մնալով մասնագիտական էթիկայի եւ պրոֆեսիոնալիզմի սկզբունքներին։ Պաշտպանը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ծատուրյանի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել նաեւ համալսարանի տարածքում, ծանոթացել է շենքային պայմաններին եւ ուսումնական գործընթացին։ Շատ հետաքրքիր քննարկում ունեցանք մարդու իրավունքների ժամանակակից հիմնախնդիրների հետ կապված եւ կարեւոր էր նաեւ շրջայցը համալսարանի տարածքում։ Ուսանողները բացի իրավունքների ոլորտային տարբեր խնդիրներ բարձրաձայնելուց նաեւ խոսել են տարատեսակ համայնքային ու մարզային խնդիրների մասին եւ ես դրանք շարունակելու եմ բարձրաձայնել, այդ թվում հրապարակային եղանակով տարբեր պետական մարմինների հետ իմ պաշտոնական գրագրության միջոցով։ Վանաձորում Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի հետ, քննարկվել են մարզում առկա մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները, նաև սոցիալ-տնտեսական բնույթի հիմնահարցերը։ Ի թիվս այլնի հատուկ ուշադրություն է դարձվել 2024 թվականին Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության խնդիրներին, հանրային տրանսպորտի, ճանապարհաշինության եւ այլ հարցերի։ Այցի շրջանակում պաշտպանը ՄԻՊ աշխատակազմի հետ աշխատանքային քննարկում է անցկացրել ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակում։ Քննարկվել են
աշխատանքի կազմակերպման մի շարք հարցեր, այդ թվում մարզային ստորաբաժանման աշխատանքային մեթոդաբանության կատարելագործման ուղղությամբ նախաձեռնվող քայլերը։ Նաև ամփոփվել են իրավունքներին առնչվող արձանագրված խնդիրներն ու դրանց լուծման առաջարկները։ Անահիտ Մանեսյանն այցելել է նաև հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ, հասարակական կազմակերպության գրասենյակ եւ հանդիպել կազմակերպության շահառուների հետ։ Այսօր շատ կարևոր է, որ ես հնարավորություն ունեցա այցելել նաև ոլորտում ամենաակտիվ կազմակերպություններից մեկին, հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ հասարակական կազմակերպությանը եւ նրանց շահառուներին։ Ու ուզում եմ հատուկ շեշտադրել, որ այս կազմակերպությունը մեր լավագույն գործընկերներից է ոլորտային, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ինձ համար հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող խնդիրները առաջնահերթություն են եւ դրանք առաջնահերթություն են արդյունքում նաեւ մեր հաստատության համար։ Չափազանց կարեւորում եմ ոչ միայն մեր համագործակցությունը տարբեր դերակատարների հետ, այլ նաեւ ոլորտում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ գործունեությունը եւ այդ տեսանկյունից չափազանց գովելի է, որ կան նման կազմակերպություններ եւ զբաղվում են նմանատիպ խնդիրներով։ Պաշտպանը կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ու խթանում է, ընդգծելով, որ այն իր գործունեության առաջնահերթ ուղղություններից է։ Անահիտ Մանեսյանը շնորհակալություն է հայտնել հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Ասլանյանին հանդիպումը կազմակերպելուն, նաև ոլորտային խնդիրները հետևողականորեն բարձրաձայնելու համար։ Շահառուներն ի թիվս այլնի բարձրաձայնել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի մատչելիության ապահովմանը, հանրային պաշտպանի ծառայություններից օգտվելու հետ կապված խնդիրներին, խտրականության բացառմանը եւ մի շարք այլ հարցերի։ Պաշտպանը նշել է, որ այս ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել նպատակային, համակարգային եւ շարունակական պետական քաղաքականություն, հաշմանդամություն ունեցող անձանց համար ինքնուրույն, անվտանգ եւ արժանապատիվ կենսապայմաններ ապահովելու նպատակով։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ 2008 թվականի մարտի 1-ի գործով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի եւ քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Այդ մասին ազգային ժողովում կազմակերպված հանրային լսումների ժամանակ հայտարարել է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արտուր Հայրապետյանը։ Նրա տեղեկացման Վահագն Հարությունյանը մարտի 1-ի գործով ներգրաված է որպես մեղադրյալ այն բանի համար, որ նա որպես քննչական խմբի ղեկավար կազմակերպել է քննիչների եւ ոստիկանության ծառայողների կողմից դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված եւ փորձագետների ներկայացված տարբեր դրամաչափի պարկուճները փոխելու գործընթացը։ Ըստ մեղադրանքի Գևորգ Կոստանյանն էլ հետախուզվում է առանձնապես ծանր հանցագործությունը թաքցնելու եւ պաշտոնական կեղծիքներ կատարելու համար։ Նիստի մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Հայաստանի գլխավոր դատախազությունը դիմելու է Ռուսաստանի Դաշնություն։ 2008 թվականի մարտի 1-ի գործով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի եւ նույն գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի արտահանձնման միջնորդությամբ ազգային ժողովում կազմակերպված հանրային լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Այս անձանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Երկու անձի մասով էլ քննչական խմբի ղեկավարի եւ Կոստանյան Գևորգի մասով մեր ունեցած տվյալներով այդ անձին գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Ռուսաստանի Դաշնության հետ մենք աշխատում ենք բազմակողմ պայմանագրի շրջանակում, այս պահին դա Քիշնևի կոնվենցիան է, բայց այս պահին չունենք ռուսական կողմից համաձայնություն այս անձանց արտահանձնելու, թեև նշեմ, որ դատախազությունը կրկին առաջիկայում հանձնման միջնորդություն է ուղարկելու Ռուսաստանի Դաշնություն, խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը։ Վահագն Հարությունյանը մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ այն բանի համար, որ նա որպես քննչական խմբի ղեկավար կազմակերպել է քննիչների եւ ոստիկանության ծառայողների կողմից դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված եւ փորձագետներին ներկայացված տարբեր դրամաչափի պարկուճները փոխելու գործընթացը։ Ըստ մեղադրանքի Հարությունյանը խեղաթյուրել է նաև զինված ուժերի մասնակցությունը մարտի 1-ի իրադարձություններին։ Այդ կերպ օժանդակելով մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի կողմից առանձնապես ծանր հանցագործությունը թաքցնելու եւ պաշտոնական կեղծիքներ կատարելուն։ Նշեմ, որ քննությունը չի սահմանափակվում միայն 10 անձի սպանության դրվագով, դա ներառում է, բայց ըստ էության, եթե մենք նայում ենք մեծ պատկերի մեջ, 10 անձի սպանությունը հետևանք է։ Եթե մենք խոսում ենք հատկապես պաշտոնեական լիազորություններն անցնելու, խոշտանգումների, բռնություն գործադրելու եւ որոշակի հիերարխիկ կառուցվածքի մեջ հրահանգներ տալու եւ հրահանգները կատարելու։ Այսինքն այս առումով ձեր դիտարկումը լրիվ ճիշտ է եւ ուզում եմ վերահաստատել, որ քննությունը չի սահմանափակվում ընդհանրապես միայն սպանությունով։ Մենք միայն սպանություն չի, որ քննում ենք։ Սպանությունը մեզ համար այս
գործողությունների արդյունքում առաջացած հետևանքը եւ մենք քննությամբ այս պահին աշխատանք ենք տանում պատճառահետևանքային կապերը հասկանալու համար, որ այդ 10 անձի սպանությունը եւ մնացած բոլոր անձանց վնասվածքները, որտեղ դրանք բազմաթիվ են, արդյոք պատճառական կապի մեջ են գտնվում այս դրան նախորդած գործողությունների հետ, որոնք կատարվել են պաշտոնատար անձանց կողմից նաեւ կատարվել են որոշակի հիերարխիայի շրջանակներում։ Մարտի 1-ի գործով քրեական վարույթի նյութերը բաղկացած են 625 հատորից։ Ծավալով պայմանավորված 2025 թվականից նախաքննության կատարումը հանձնարարվել է համատեղ քննչական խմբին, որի կազմում ընդգրկվել են հակակոռուպցիոն կոմիտեի եւ քննչական կոմիտեի 24 քննիչ։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Իսկ թե ինչու է գործն այսքան ձգձգվում, Վարդապետյանը ընդգծեց։ Դատաքննության ձգձգումների հետ կապված բարձրագույն դատական խորհուրդն է այն մարմինը, որը կարող է ինձնից առավել ամբողջական պատասխանել ձեր հարցին։ Ես նշեցի, որ դատավորը, ով նախկինում դատաքննություններ իրականացրել այս գործով, լիազորությունները դադարեցվել են եւ ըստ էության գործը մակագրված է նոր դատավորի։ Դատախազությունը իրավասու չէ գնահատական տալու դատարանի գործողություններին, բայց մեր մասով նշեմ, որ ոչ միայն այս գործով, այլև ընդհանրապես դատաքննությունների ձգձգումներին որևէ կերպ հակազդելու համար դատախազները նախ դատարանի հետ նախապես պլանավորում են նիստերի ժամանակացույցը, բացի այդ դատախազները չեն բացակայում դատական նիստերից, որպեսզի մեր բացակայությամբ պայմանավորված նիստերը չհետաձգվեն։ Ես ենթադրում եմ, որ մարտի 1-ի գործով նույն սխալը դատարանում չի կրկնվի։ Հիշեցնեմ, մարտի 1-ի արյունալի իրադարձություններից ավելի քան 17 տարի անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է զոհերի իրավահաջորդների բողոքն ու արձանագրել, որ խախտվել է նրանց կյանքի իրավունքը։ Նրանք սպանվել են անհամաչափ միջոցներից, այդ թվում մարտական փամփուշտներից, ոստիկանական ոչ պրոֆեսիոնալ գործողությունների հետևանքով։ Մարտի 1-յան իրադարձություններին Հայաստանի զինված ուժերի մասնակցության եւ Արցախից Հայաստան հատուկ այդ նպատակով բերված զորքի վերաբերյալ տեղեկություններն էլ խորհրդարանի ամբիոնից հաստատեց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը։ Քրեական վարույթով հիմնավորվել է պատշաճաբացներ ձեռք բերվել են, որ բանակը մասնակցություն ունեցել է մարտի 1-յան իրադարձություններից, սակայն նախաքննության շահից ելնելով թույլ տվեք կոնկրետացնեմ, թե որտեղից որ զորամասից, բայց ամեն դեպքում այդ մասնակցությունը հիմնավորվել է եւ այդ ուղղությամբ քննություն է կատարվում։ Նահապետյանը հակադարձեց նաև այն պնդումներին, թե մարտի 1-ի գործը փակուղի է մտել։ Նա վստահեցրեց, որ օրենքով սահմանված բոլոր միջոցներն ու հնարավորությունները կիրառելու են, որպեսզի ունենանք գործի ամբողջական եւ օբյեկտիվ բացահայտում։ Քննչական կոմիտեում նաև քննիչները ներգրաված են քննչական խմբում, այս ընթացքում նաև քննչական կոմիտեի քննիչները նաև իրականացրել են բազմաթիվ հարցաքննություններ, առգրավումներ, անհրաժեշտ ապացուցողական եւ այլ վարութային գործողություններ, նաեւ հենց մեր քննիչների կողմից կատարված քննության արդյունքում նաեւ բացահայտվել է նաեւ այլ հանցագործության վերաբերյալ դեպք, որը ըստ էության նաեւ հետագայում կազդի մի շարք անձանց արարքների քրեիրավական որակման վրա։ Հիշեցնեմ, Սահմանադրական դատարանը 2021 թվականին հակասահմանադրական էր ճանաչել քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, այսինքն սահմանադրական կարգը տապալելը, ինչի հետևանքով 2021 թվականի ապրիլի 6-ին դատարանը դադարեցրել էր Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը։ Սակայն ինչպես խորհրդարանում հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազը, Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների փոփոխված մեղադրանքները հանրային մեղադրողը առաջիկայում ներկայացնելու է դատարան։ Ձիանա Դավթյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակում ենք թողարկումը Ռուսաստանը չի մասնակցի Ուկրաինայի դեմ պատերազմի վերաբերյալ վաղը Թուրքիայում նախատեսված բանակցություններին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նշելով, թե իրենք կսպասեն այդ բանակցությունների արդյունքներին։ Ըստ տեղեկությունների Զելենսկին Ստամբուլում հավանաբար հանդիպելու է ոչ միայն թուրք պաշտոնյաների, այլև Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Ստիվ Ուիթքոֆի հետ։
Ռուսաստանը եւ Ուկրաինան հայտնում են փոխադարձ հարվածների մասին, ուկրաինական դնեպր քաղաքում բնակելի շենքեր, քաղաքացիական այլ օբյեկտներ են վնասվել, հրդեհներ են բռնկվել եւ կան վիրավորներ։ Ռուսական հարվածների հետևանքով Խարկովում 1 զոհ կա։ Ուկրաինական հարվածների հետևանքով էլ Ռուսաստանի Բելգորոդի մարզում խաղաղ բնակչության շրջանում կան վիրավորներ, վնասվել են առևտրային եւ այլ օբյեկտներ։ Թիրախում են եղել նաեւ Վորոնեժի, Տամբովի, Ռոստովի, Յարոսլավի եւ այլ մարզեր։ Միաժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է Ուկրաինայի արևելքում գտնվող եւս 2 բնակավայրերի գրավման մասին։ Ռուսական ուժերը նաեւ շարունակում են Կուպյանց քաղաքում շրջապատված ուկրաինական ուժերի ոչնչացումը, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։ Միջազգային մյուս նորությունները տեսաշարով։ Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ն բացահայտել է, որ դիվերսիոն խումբը պայթյուն է նախապատրաստել Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը։ Թիրախը եղել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ ԱԴԾ-ն ձերբակալել է 3 ենթադրյալ հանցակիցների, թմրադեղերից կախվածություն ունեցող ռուսաստանցիների ամուսնական զույգին եւ Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի անօրինական միգրանտին, որը Կիևում հետախուզվում է սպանության համար։ Ավելի վաղ ԱԴԾ-ն հայտնել էր, որ բացահայտել է ահաբեկչական հարձակում, բայց չէր նշել, թե կոնկրետ էին թիրախավորել ահաբեկիչները։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունել է Գազայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Միացյալ Նահանգների բանաձևի նախագիծը։ Բանաձևի տեքստում նշվում է, որ անդամ երկրները կարող են մասնակցել Թրամփի նախագահությամբ ստեղծվելիք խաղաղության խորհրդին, որը նախատեսվում է որպես անցումային իշխանություն, վերահսկելու Գազայի վերակառուցումն ու տնտեսական վերականգնումը։ Այն նաև արտոնում է միջազգային կայունացման ուժի գործունեությունը, որը պետք է ապահովի Գազայի ապառազմականացման գործընթացը, այդ թվում զինատեսակների դուրսբերումն ու ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումը։ Թրամփը պատրաստ է որոշակի պայմաններով ստորագրել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը։ Վերջինս սակայն չի նշել, թե Թրամփը ինչ պայմաններ է առաջ քաշում։ Սաուդյան Արաբիայում ավտոբուսի եւ վառելիքի ավտոցիստերնի խոշոր վթարի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Առնվազն 42 հնդիկ ուխտավոր զոհվել է, այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Կոնգոյի արդյունաբերության նախարարին տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց եւ բռնկվել։ Պաշտոնյաները տարհանվել են, ըստ նախնական տվյալների տուժածներ չկան, այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Այսքանը ցտեսություն։